24 TV-ին շարունակում է աշխատանքը, տաղավարում այսօր իմ հյուրն է Հայ-Ակվե ազգային քաղաքացիական միավորման անդամ, միջազգային agent Մինուա Սողոմոնյանը։ Բարև ձեզ, պարոն Սողոմոնյան։ Շնորհակալ եմ մեզ ընկալվելու համար։ Շնորհակալ եմ, որ կանչել եք։ Խոսենք վերջին հրապարակումից, կառավարությունը հրապարակել էր Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի փաստաթղթերը, շատերն ասում են, որ ոչ բոլորն էր հրապարակել, ամեն դեպքում կարևորագույն փաստաթղթերը կային, Կազանի փաստաթուղթը, Մադրիդյան սկզբունքները, ԵԱՀԿ նախագահի հայտարարությունը Լիսաբոնի գագաթնաժողովում, այլ փաստաթղթեր ևս եւ 2019 թվականին ուղարկված առաջարկը Հայաստանի Հանրապետությանը, հետո Փաշինյանը պարզաբանեց, ասում է, որ դա սեղմագիր էր, առաջարկ չէր եւ եթե լուծում կար, ըստ էության իր պարզաբանումը սա էր, եթե կար լուծում, ապա լուծեիք, ինչի եք թողել այդ հարցը, այդ խնդիրը, որ գար հասներ 2018 թվական, 19 թվական։ Ձեր բացատրությունը։ Բացատրությունը հետեւյալն է, որ ինքը եկավ իշխանության 2018 թվականին ոչ միայն սոցիալական թեմայով, ոչ միայն կոռուպցիայի թեմայով, ոչ միայն թալանի թեմայով, այլ նաև եկավ այն հանգամանքից ելնելով, որ մարդիկ ասում էին, որ եթե նախկինում կար կոռուպցիա, կար վատ սոցիալական քաղաքականություն եւ այդ ամեն ինչը արդարացվում էր իբրև թե Արցախի հարցում պետության ջանքերով, եւ 2016 թվականի ապրիլյան պատերազմն էլ իբրև թե ցույց տվեց, որ պետությունը չի կարողանում այլևս ադրբեջանական սպառնալիքներին դիմակայել եւ դրսից ճնշում են Հայաստանին զիջողականություն են պարտադրում եւ դրա համար անհրաժեշտ էր իբրև թե այսպես ամուր թիկունք հենարան իշխանություններին ժողովրդավարական պետություններ պետք եւ լեգիտիմ իշխանություններ էին անհրաժեշտ որպեսզի դիմակայի եւ նաեւ այդ հանգամանքը, այսինքն Արցախը պահելու հանգամանքը, չզիջելու հանգամանքը մարդկանց համար շատ կարեւոր էր եւ ինքը նաեւ այդ խոստման հիման վրա եկավ։ Ինքը եկավ Արցախի սուբյեկտայնությունը բարձրացնելու, Արցախը միջազգայինորեն ճանաչելի դարձնելու, Արցախի հանրապետությունը միջազգային հարթակներում ճանաչել տալու խոստումներով ինքը եկավ իշխանության, եթե եկեք դա չմոռանանք ամեն դեպքում։ Անկախ նրանից թե հետո ինքը ինչպես է պարզաբանում, ոնց են դե լուծեիք հարցին եմ ես պատասխանում։ Դե դու եկել էիր, լուծեիր։ Ու եթե 2019 թվականին կար մի փաստաթուղթ, որը որ թեև որոշակի զիջումներ կային, իհարկե, այնտեղ շատ ավելի վատներ այդ իրավիճակը։ Այդ հարցի կարգավորումը։ Համեն եկեք չխորանանք, ասեմ ինչի համար, որովհետև իմ համոզմամբ այն պատերազմը, որ սանձազերծվեց, այդտեղ մեր զինուժը չի պարտվել, իհարկե։ Համենայն դեպս կարող էր այդ պատերազմը ընդհանրապես տեղի չունենալ, եթե ինքը օգտագործելով իր լեգիտիմությունը գնար համապատասխան քայլերի եւ այդ զիջումները, եթե նա օրինակ բացատրեր ժողովրդին, բացատրեր դրա անհրաժեշտությունը եւ այլն եւ այլն։ Եթե ինքը վերցրել էր այդ պատասխանատվությունը իր վրա նաեւ այդ հարցը լուծելու, ինքը ասում էր, չէ՞, որ նաեւ ինքը եկել է այդ հարցը լուծելու, բա ինչու ինքը այդ դեպքում չլուծեց այդ հարցը։ Հիմա այսպիսով ունենալ ինչ որ մի հատ կարգավորման տարբերակ ինչ որ մի հատ խաղաղություն կլիներ, պատերազմ չէր լինի, եթե ընթացք տրվեր այդ փաստաթղթին։ Ստատուս քվոն կփոխվեր իհարկե, բայց կլիներ երկարատև ստատուս քվո, որովհետև այն ինչ որ լինելու էր այդ իրավիճակը միջազգայինորեն երաշխավորված իրավիճակ էր լինելու։ Եվ այդ իրավիճակը երաշխավորվելու էր Ամերիկայի Միացյալ Նահանգների, Ֆրանսիայի եւ Ռուսաստանի կողմից, որովհետև Արցախյան հարցը աշխարհի այն քիչ խնդիրներից մեկն էր, 1-2 խնդրեմ, այդպիսի խնդրեմ է եղել, որի վերաբերյալ այդ իմ նշած 3 մեծ պետությունների դիրքորոշումները շատ մոտ են եղել։ Եվ ունենալ ինչ որ մի հատ իրավիճակ, պատկերացրեք, եկեք հիմա համեմատենք, տեսնենք ինչ կարող է լինել։ Հիմա կարող էր ընդհանրապես պատերազմը տեղի ունեցած չլինել։ 5000 մարդ զոհված չլինեին։ 5000 չէ, հրապարակել են, որ 3833։ Ես միայն 44 օրյան չեմ ասում, որովհետև 44 օրյայից հետո, օրինակ 22 թվականի սեպտեմբերին տեղի է ունեցել ջերմուկի դեպքերը, որտեղ որ 200 հոգուց ավելի մարդ զոհվեց։ Ես կարող եմ ասել նաև սեպտեմբերի 19, 2023 թվականի Արցախում, այո, ադրբեջանական վերջին ագրեսիան, որքան մարդ զոհվեց հենց այդ ագրեսիայի ժամանակ, բենզինի պահեստի պայթյունի ժամանակ եւ ճանապարհին, միայն ճանապարհին 60-ից ավելի մարդ է զոհվել, այդ գաղթի ճանապարհին։ Եվ այսպես բոլորը իրար, ուրեմն եւ դա էլ մեր իհարկե մեր խնդիրը չէ, 4 ներկայացուցիչ իշխանության տարբեր թվեր են ներկայացնում զոհերի վերաբերյալ։ Ուզում եմ ասեմ, այս ամեն ինչը չէր լինի եւ
խաղաղապահ ուժեր տեղակայված կլինեին եւ կլիներ այդ միջանկյալ կարգավիճակը, որը որ երաշխավորված կլիներ եւ ստատուս քվոն բավական երկարատև կպահպանվեր եւ այդ ընթացքում եթե Հայաստանը գնար զարգանալու ճանապարհով ուժեղանալու ճանապարհով իսկ Ադրբեջանը ակնհայտ է որ գնալու էր թուլացման ճանապարհով, որովհետեւ նրա հզորացման հիմքի նավթն է, որը որ անկում է ապրում նրա արդյունահանումը, ապա մենք ունենալու ենք լրիվ այլ վիճակ։ Հիմա բացատրությունը ո՞րն է, ինչու Փաշինյանը չպատասխանեց, ընթացք չտվեց, ինչու չկարևորեց այս ամեն ինչը կամ թերագնահատեց այս ամեն ինչը, ինչով եք բացատրում։ Սա նպատակաուղղված է արել, թե իսկապես չիմացության արդյունք էր, թերագնահատում էր, մատերի արանքով էր նայում, չէր պատկերացնում, որ այսպիսի արհավիր կարող է լինել։ Վերջին հաշվով տարբերություն չկա։ Չկարողացավ, թե չուզեցավ, տարբերություն չկա։ Իմ խորին համոզմամբ չուզեցավ, որովհետև հաստատ ահագին խելացի մարդիկ կային, որ իրեն ասում էին այդ մասին։ Եթե իր անմիջական շրջապատում էլ չկային, բավական շատ փորձագետներ կային, որոնք որ այդ վտանգների մասին միշտ բարձրաձայնում էին։ Ի վերջո արտաքին գործերի նախարարությունը կար, որ ինքը ուներ որոշակի թրեք, այսպես ասած, որոշակի անցած ճանապարհ այդ բանակցային գործընթացի։ Ի վերջո կարելի էր իր ամեն ինչը մի կողմ դնել եւ օրինակ նախկին նախագահների հետ, բոլոր նախագահների հետ, Արցախի նախկին նախագահների հետ խորհրդատվության ինչ-որ մի հատ մեխանիզմ ստեղծել եւ այդ հարցում, որովհետեւ ինքը հայտարարել է, ես ուզում եմ հիշեցնել, որ ինքը հայտարարել է Փաշինյանը, որ Արցախի հարցում ինքը ապահովում է ժառանգականություն։ Ի սկզբանե այդպես հայտարարեց, հետո հայտարարեց, որ իր զրոյական կետից է սկսում։ Եթե վերլուծում ենք Արցախի հարցում նրա իշխանության գալու առաջին իսկ օրվանից նրա հայտարարությունները, օրինակ այն, երբ որ ասում էր ես չեմ կարող Արցախը ներկայացնել, պետք է ձևաչափ փոխվի։ Իր իշխանության գալու երկրորդ օրը նա հայտարարում է, ասում է, որ պետք է ձևաչափ փոխվի բանակցային, եւ դրանով մարտահրավեր են նետում Մինսկի խմբի ձևաչափին։ Այսինքն Ամերիկայի Միացյալ Նահանգները, Ռուսաստան եւ Ֆրանսիա առանց այդ մարդկանց այդ պրեզիդենտների հետ համաձայնեցնելու էթիկայի նորմերը խախտելով, դիվանագիտական էթիկայի նորմերը խախտելով, այդպիսի հայտարարություն է անում եւ ասում է, որ պետք է ձևաչափ փոխվի, սա արդեն իսկ ցույց է տալիս, որ Հայաստանը կամաց դրանով գնալով իզգո էր դառնում, գործընթացից դուրս էր մղվում։ Ես համոզված եմ, որ նա բերել է այդ կանխորոշված էր եւ պատերազմը եւ պարտությունը կանխորոշված, բայց անկախ իմ համոզմունքից դա կանխորոշված էր, թե այդպես ստացվեց, կապ չունի։ Միևնույն է, ինքը դրանից հետո գոնե նոյեմբերի 9-ից հետո պետք է չլինի։ Դրան ինքը չի ընդունում իր մեղքը, որ եթե ինքը ընդուներ այդ փաստաթուղթը, ընթացք տար, միգուցե հիմա պատերազմ չլիներ, ընդհակառակը ասում է այդ ամեն ինչը պես թոք էր կամ ուրիշ Հայաստանը ինչ որ այլ պետության գրպանը գցել էր եւ այլն եւ այլն, այսինքն վտանգ էր այս ամեն ինչը ներկայացում հենց Հայաստանը։ Գիտեք, նա մանիպուլյացիաների մեծ վարպետ է, նա կարող է օրը ցերեկով բոլորի աչքի առաջ անել հանցագործություն, հետո դրա հետ կապված մի կես ժամ խոսի, այդպես համոզի, որ հանցագործություն չէր, ինքը բարեգործություն է արել, ուղղակի իմաստ չկա էլի մտնելու նրա թեմատիկայի մեջ։ Ամեն դեպքում սա ինչ փոխեց։ Երկար ժամանակ ասում էին հրապարակիր, թե քեզ ինչ առաջարկներ է ներկայացվել եւ դու մերժել ես եւ այլն, եւ վերջում նա հրապարակեց, ասում են ոչ բոլորն է հրապարակել, նույնիսկ պատասխանները չի հրապարակել, թե ինչ է Հայաստանը պատասխանել այս ամեն ինչին, բայց ինչ է փոխել հանրությանը։ Փոխել է, կարծում եմ, ազդեցություն կունենա։ Այո, շնորհակալություն, կարծում եմ փոխել է այն հանգամանքը, որ հանրությունը պարզ տեսել է, որ լուծում ամեն դեպքում առաջարկել են։ Լուծում եղել է սեղանին, տարբերակ եղել է, որը ինքը մերժել է, ինքը չի ընդունել եւ արել է քայլեր, արել է գործողություններ, որոնք մոտեցրել են պատերազմը, հանգեցրել են պատերազմի եւ պատերազմից հետո էլ արել է քայլեր, որոնք բերել են Արցախի էթնիկ զտմանը եւ հաստատի այսօր ամբողջ Արցախը գտնվում է թշնամու ձեռքին եւ մենք ունենք 150,000 քաղաքացի։ Այսինքն պարզ տեսնում ենք, որ հնարավորությունն ունեցել է թեկուզ ավելի վատ պայմաններ փոքրինչ, ու փոքրինչը քիչ համեմատած այսօրվա իրավիճակի հետ եմ ասում, այո, որովհետեւ խոսքը այնտեղ գնում էր ամբողջ նախկին Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը եւ գումարած Քաշաթաղը եւ Քարվաճառը հայկական վերահսկողության տակ լինելու մասին, իսկ մնացած այն շրջանները, որոնք որ տրվելու էին Ադրբեջանին, այդ շրջաններում խաղաղապահ, այդ շրջաններում շփման գծի երկայնքով երկարատև խաղաղապահ առաքելության տեղակայում։ Սա այս հնարավորությունը եղել է, այսինքն 150,000 մարդ այսօր կլիներ իր տանը
իր ստեղծագործ խաղաղ աշխատանքով զբաղված կլիներ տևական խաղաղություն։ Ադրբեջանը ոչ մի դրդապատճառ չէր ունենա ռազմական գործողություններ իրականացնելու։ Ադրբեջանի հասարակությունն էլ գուցե գոհ կլիներ իր առաջնորդից Իլհամ Ալիևից, որ կարողացավ։ Եվ սա իսկապես արդար, որոշակիորեն արդար, երկարատև խաղաղության եւ նոր ստատուս քվոյի հիմք կարող էր լինել, որը չեղավ, որովհետեւ Արցախը արժեք չի այս իշխանությունների համար։ Հասարակության մոտ ինչ որ բան փոխում է եւ արդյոք այս ամեն ինչը նաեւ կարող է արտահայտվել ընտրություններում։ Այսինքն իշխանությունը որ չվերընտրվի։ Իհարկե, այն որ նույնը տեղի է ունենալու Հայաստանի հետ։ Եթե Փաշինյանը շարունակում է մնալ եւ ընտրություններում վերընտրվում է, պետք է մենք իմանանք, որ նույնը տեղի ունենալու Հայաստանի այլ շրջանների հետ։ Հատված առ հատված, շրջան առ շրջան, թշնամին առաջ է գալու, մենք այսօր տեսնում ենք նրա հավակնությունները Հայաստանի հարավի նկատմամբ, անխոչնդոտ անցման տակ մեծ ականներ կան թաքնված։ Մենք այսօր տեսնում ենք նրա հավակնությունները ռազմավարական կարևոր կապուղիների նկատմամբ, ոսկեպարի նկատմամբ, Տիգրանաշենի նկատմամբ, ինչ որ հեքիաթներ են հորինել անկլավների վերաբերյալ։ Եվ այս իշխանության ներկայացուցիչները մտնում են այդ բառախաղի մեջ եւ Ռուբեն Ռուբինյանի մակարդակով կամ արտաքին գործերի նախարարի փոխնախարարի մակարդակով Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության սկզբունքը խախտող արձանագրումներ են անում այն դեպքում, երբ որ ոչ մի մասնավորապես այդ 4 անկլավներ այսպես կոչվածը, որ դրանք պետք է վերադարձվեն Ադրբեջանին։ Ասում են, եթե Արցախը ինչը վերադարձնենք, բայց ինչը վերադարձնենք Ադրբեջանին։ Եկեք մի բան հասկանանք, նրանցը պետք է լիներ, որ մենք վերադարձնենք։ Տիգրանաշենը, ոսկեպարը եւ այս Սոֆուլու Բարխուդարլու կոչված այդ հատվածը երբեք ոչ մի փաստաթղթով Ադրբեջանին, Հայաստանի Հանրապետությունը, խորհրդային Հայաստանը, խորհրդային Ադրբեջանին չի տվել։ Տարածքների փոխանակման վերաբերյալ խնդիրները խորհրդային միության սահմանադրությամբ կարգավորվում էին միութենական հանրապետությունների միջև կնքված պայմանագրով, ընդ որում այդ պայմանագիրն էլ հաստատվում էր, պետք է հաստատվեր խորհրդային միության գերագույն խորհրդի կողմից։ Ոչ մի տեղ, ոչ մի արխիվում, ոչ մի դեպոզիտարիայում, ոչ ՀԽՍՀ եւ ադրբեջանական ԽՍՀ ոչ մի պայմանագիր չկա որևէ տարածք փոխանակելու վերաբերյալ, որևէ անկլավ, այսպես ասած, եւ ոչ էլ գերագույն խորհրդի բնականաբար որոշում կա այդ համաձայնագիրը հաստատելու մասին։ Հա, եւ այսինքն հետեւյալն է, իր իշխանությունը պահպանելու համար թուրք-ադրբեջանական բոլոր պահանջները այս մարդը հերթով կատարում է։ Սա պետք է հենց այս փաստաթղթերի ի հայտ գալը ազդանշան լինի մեր ժողովրդին, որպեսզի մեր ժողովուրդը տեսնի, հերթական անգամ համոզվի, որ այս մարդը ընդհանրապես իշխանություն պահելու համար երկիրը մաս ծախելու է թուրքերին, ադրբեջանցիներին։ Դուք կարծում եք Արցախը չեն կարողանա վերադարձնել եւ այս ամեն ինչը արվում է, որ ուղղակի ժողովուրդը հանգստանա, մտածի, եթե իսկապես անկլավները տանք, Արցախն էլ կստանա։ Արցախի մասին է խոսքը, Հերինե ջան, երբ որ Հայաստանի Հանրապետության միջազգայինորեն ճանաչված տարածքները գտնվում են օկուպացիայի ներքո, եւ Ալիևը հայտարարել է, որ մի սանտիմետր դրանցից հետ չի քաշվելու, ինքն էլ հայտարարում է, որ որևիցե քայլ չի ձեռնարկելու այդ տարածքները բերելու ուղղությամբ եւ ավելին հայտարարում են անկլավներ տալու մասին այն դեպքում, երբ որ չկա անկլավ, այդ հասկացությունը գոյություն չունի, ինչ Արցախի մասին։ Պատկերացնում եք, նրանք Արցախեն բերող են։ Մենք պետք երջանիկ կլինենք, եթե այս վիճակով մնա, բայց բնականաբար այսպես թե այնպես են երջանիկ լինելու, որովհետեւ իրենց բարով խերով ճանապարհել ենք։ Դուք կարծում եք իսկապես կա այդ հնարավորությունները նրանց ճանապարհելու։ Մենք պետք է ամեն ինչ անենք։ Կան հարցեր, որոնք կան դրսից աջակիցներ իշխանությանը։ Իհարկե կան աջակիցներ։ Արևմուտքից եւ արևելքից, այսինքն Թուրքիայից եւ Ադրբեջանից ամբողջությամբ նրանց աջակցում են։ Կան, բայց պետք է հասկանանք, որ հայ ժողովուրդն է որոշում, թե ով պետք է լինի իր իշխանությունը, որովհետև Հայաստանի Հանրապետության սահմանադրությունն ասում է, որ իշխանությունը Հայաստանի Հանրապետությունում պատկանում է ժողովրդին։ Եվ հարցը թե կկարողանանք, թե չենք կարողանա, այդ հարցը երբ որ այդպես ենք տալիս, ճիշտ չի լինում։ Ճիշտ չի լինում այն առումով, որ մենք պետք է հարցը հետեւյալ կերպ դնենք, հա, ինչպես ենք կարողանալու։ Այ դա կարևոր հարց է։ Մենք պետք է անենք, մենք պետք է անենք։ Դե այդ պատասխաններից մեկը այն է, որ արտախորհրդարանական դաշտում մենք մաս մի քանիսս ասել ենք,
արտախորհրդարանական դաշտում պետք է տեղի ունենա արդյունավետ համախմբումներ, որը հասարակությանը եւ հասարակության այն ստվար հատվածին, ովքեր որ անընդհատ նախկինի եւ ներկայի դիխոտոմիայի մեջ են, տալու է իրական այլընտրանքի հնարավորություն եւ մենք գիտենք, որ մասնավորապես այժմ մոտ կեսը մեր հասարակության որևէ ուժի կոնկրետ դաշտում գտնվողներից որևէ ուժի դեռ իր համաձայնությունը չի տալիս նաեւ այն պատճառով, որ ուժ չի տեսնում, անձինք գուցե տեսնում է, բայց կազմակերպված ուժ չի տեսնում, դրա համար այդ համախմբումը, միախմբումը անհրաժեշտ է, որպեսզի նաև կազմակերպված ուժ լինի եւ այդ կազմակերպված ուժ լինելու հանգամանքն է քաղաքացուն տալիս լրացուցիչ վստահություն գալու եւ կատարելու։ Հիմա որ ուժերը պետք է համախմբվեն արտախորհրդարանական։ Արտախորհրդարանական այն ուժերը պետք է համախմբվեն, ովքեր որ հայակենտրոն են, ովքեր որ ներկայացնում են այս իրավիճակից դուրս գալու իրատեսական եւ Հայաստանի շահերից բխող մոտեցումներ, համապարփակ անվտանգություն, մասնավորապես արդար սոցիալական քաղաքականություն, իրական ժողովրդավարություն, իշխանությունների փոխզսպումների որ նշենք մեր ձևովը, այսինքն Արման Թաթոյանի մեր ձևովը հայտը ներկայացրել է, լուրջ հայտ ներկայացրել է, Արման Թաթոյանը հայտ ներկայացրել են, տարբեր այլ ուժեր այդպես Բարգավաճ Հայաստանը Բարգավաճ Հայաստանը Ծառուկյան ամեն դեպքում ասել է, որ հնարավոր է մասնակցի, ապրելու երկիրն էլ խոսում է մասնակցության մասին, Հայաքվե ազգային քաղաքացիական միավորումը Բայց այդ ամբողջը մեկ ճակատով հանդես գա, թե ամեն դեպքում այստեղ եւս խնդիր եք տեսնում։ Ես կարծում եմ, որ ոչ, բոլորը մեկ ճակատով հանդես չպետք է գան, պետք է լինի այդ համախմբումը արդյունավետ պետք է լինի եւ նաեւ գաղափարական որոշակի ընդհանրությունների հիման վրա։ Թույլ տվեք շատ փակագծերը չբացել, բայց եթե որևիցե մի ուժ ենթադրենք, որը ինքը ակնհայտ իր արտաքին քաղաքական տեսլականը ունի կոնկրետ ուղղվածություն, արևելյան, արևմտյան կամ հյուսիսային, ենթադրենք, օրինակ իր հետ Հայաքվե ազգային քաղաքացիական միավորումը չի կարող լինել նախընտրական դաշինքի մեջ, մասնավորապես։ Հա, եւ դրա համար որոշակի գաղափարական հենքել է անհրաժեշտ ու բոլոր ուժերը, բոլոր այսպես հավկիթները մի ձևում հնարավոր չի, բոլոր հավկիթները մի արգղի մեջ հնարավոր չի դնել։ Որոշակի գաղափարական ընդհանրություններ են պետք, բայց այսօր քաղաքական կազմակերպությունները շատ են բավական եւ դաշտը փոշիացված վիճակում է, այդ փոշիացված վիճակից հնարավոր է հավաքել, հնարավոր է ձևավորել մի քանի 2, 3, 4 այդպես կոնսոլիդացված ուժային կենտրոններ։ Այդ դեպքում հնարավորություններ տեսնում եք։ Իհարկե հնարավորություններ տեսնում եմ։ Եվ իդեպ Եվրամիության ընդլայնման քաղաքականության հարցերով բարձր հանձնակատար Մարթա Կոսը նշել էր, որ Հայաստանը այլ մարտահրավերներ ունի, Ռուսաստանի Դաշնությունն ու իր պրոքսիներ, ապա տեղեկատվական արշավներ իրականացնում Հայաստանում ընտրություններից առաջ, նույն ցանցերը աշխատել են Մոլդովայում, ֆինանսավորում են տալիս Հայաստանին, որպեսզի այն օգնի հայտնաբերել նրանց։ Սա արդյոք չի նշանակում, որ իսկապես ուղիղ միջամտություն է լինելու ընտրություններին եւ լինելու են կուսակցություններ, որոնց ուղղակի արգելվի մասնակցել։ Այո, դա այդպես է նշանակում է եւ մենք ունենք Մոլդովայի օրինակը մեր աչքի առաջ, թե ինչպես այնտեղ ընդդիմության հիմնական հավակնորդ քաղաքական ուժի մասնակցությունը արգելվեց, սա հակաժողովրդավարական քայլ է Մոլդովայի օրինակը եւ Մոլդովայի օրինակը մենք նաեւ մեր աչքի առաջ պետք է ունենանք եւ դրան էլ եւս պետք է պատրաստ լինենք, այդ քայլին էլ եւս պետք է պատրաստ լինենք։ Սա իսկապես միջամտության հիմքեր է ստեղծվում, սա միջամտություն է կոնկրետ Եվրոպական միության կողմից մեր ներքին քաղաքական կյանքին եւ վաղուց ցավոք եմ ես ասում, վաղուց մեր արևմտյան գործընկեր այդ կազմակերպությունը Հայաստանի հանդեպ իր քաղաքականության մեջ ոչ թե առաջնորդվում է արժեքներով, որը որ դրված է Հայաստան-Եվրոպական միություն այո համագործակցության հիմքում, այլ պարզապես աշխարհակաղակական շահերով է առաջնորդվում եւ հենց ինչով է ձեռնտու իրենց, որ Փաշինյանը մնա եւ ոչ թե մեկ այլ ուժ լինի։ Փաշինյանի մնալը ձեռնտու է նրանով, որովհետև այս տարածաշրջանում թուլացնում է Իրանի եւ Ռուսաստանի ազդեցությունը, Փաշինյանի վարած քաղաքականությունը։ Թուլացնում է ազդեցությունը եւ դա բնականաբար նրանց ձեռնտու հանգրվան։ Դուք կարծում եք, որ թուլացնում է Փաշինյանը։ Տնտեսական, չի դիվերսիֆիկացնում։ Իրականությունը հետեւյալի մեջ է, որ տնտեսական առումով
կախվածությունը Ռուսաստանից, տնտեսական առումով կախվածությունը երևի թե Ավելացել է։ երբեք չի եղել այս վիճակին, այս աստիճանին։ Առևտրաշրջանառությունը ավելացել էր։ Այո։ Եվ վերջին հանդիպման ժամանակ Պուտինը այդ մասին Փաշինյանն ասում էր դու ինքդ ասա թե ինչքան է ավելացել, շեշտադրելով այդ պահը, թե տնտեսության համար որքան կարևոր է։ Բայց ինչ վերաբերում է արդեն աշխարհաքաղաքականությանը, այս Զանգեզուրի միջանց կոչված պրոյեկտը, TRIP պրոյեկտը, սա հենց բերում է տարածաշրջանում Թուրքիայի դերի զգալի մեծացման եւ թուրքերը ամեն օր են այդ մասին խոսում իրենց բարձրաստիճան պաշտոնյաների բերանով, որ Զանգեզուրի միջանցքը սա թուրանական աշխարհը իմի բերելու, միավորելու պրոյեկտ է, սա տնտեսական պրոյեկտ է։ Ասում են գլխավոր դերակատար ենք մենք։ Հաջիևն է ասել։ TRIP-ում։ Հա, իհարկե։ Եվ ադրբեջանցիներն են գլխավոր դերակատար, իհարկե ադրբեջանցիները չեն գլխավոր դերակատար, Անկարան է այստեղ գլխավոր դերակատար, որովհետև ներողություն Անկարան է հիմա 2.4 միլիարդ եվրոյի պրոյեկտ սկսում, կառուցելով նոր երկաթուղի, որը պետք է նաև անցնի Մեղրիով եւ դրանով փաստորեն ստեղծում են մի հատ վիճակ, որ ստեղծեն տնտեսական հիմքեր հարավի հատվածը Հայաստանի Հանրապետության դրա վրա ունենան հավակնություն, պահանջեն, որպեսզի դա հայտարարվի ապառազմականացված գոտի, որպեսզի տեղի ունենա այդ անխոչնդոտ կոչված անցումը։ Սա մեծ հարված է Հայաստան-Իրան հարաբերություններին, սա մեծ հարված է Իրանի ազգային անվտանգությանը եւ սա հարավային Կովկասում եթե ժամանակին Ռուսաստանի ազդեցությունն էր մենաշնորհային վիճակում, հետո 44-օրյա պատերազմից հետո երկբևեռ վիճակ ստեղծվեց, ապա այս պրոյեկտի կյանքի կոչվելուց հետո այստեղ հարավային Կովկասում կստեղծվի միաբևեռ վիճակ, որտեղ այդ միակ կլինի Թուրքիան։ Հենց Եվրամիությունը փաստացի եւս հետաքրքրություններ ունենալու է եւ Ադրբեջանն էր խոսել այդ մասին, որ իրենք պետք է ներկա լինեն։ Մեզ ի վերջո չի հետաքրքրում այդ ներկայության դրսևորումները, մեզ այդքան չի հետաքրքրում։ Եվրոպական միության կամ Ամերիկայի Միացյալ Նահանգների շահերի տեսանկյունից ընդունելի է, որ այդ պրոյեկտը կյանքի կոչվի եւ այդ պրոյեկտի կուրատորը լինի Թուրքիան եւ այս տարածաշրջանի կուրատորը լինի Թուրքիան։ Եվ Եվրոպական միությունն էլ, Ամերիկայի Միացյալ Նահանգներն էլ չունեն այն ռեսուրսները, որ աշխարհի բոլոր տարածաշրջաններում հավասարազոր ձևով ներկայացված լինեն եւ իրենք կուրացիա անեն բոլոր տարածաշրջանները անմիջապես։ Օրինակ ինչ ներգրավվածություն ունենալու Թուրքիան, ինչ է լինել, ինքը որպես ընկերություն է ներկա լինելու, որովհետեւ այդ մասին չի խոսում դեռևս։ Ինքը այդպես անցնելու է, հետո այդ տարածքի վերաբերյալ այդ տարածքի նկատմամբ պահանջ է ներկայացնելու, որ այդտեղ լինի ապառազմականացված գոտի։ Հետո ասելու է, որ այդ ապառազմականացված գոտին պետքա ինչ-որ երաշխավորվի ինչ-որ ուժերի վերահսկողության ներքո։ Այսինքն Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ կիրառվելու է ինչ-որ միջազգային ստատուս է կիրառվելու։ Սկզբում այդպես կլինի, հետո ինչ-որ մի հատ խնդրեմ կառաջացնեն, ինչ-որ մի հատ խնդիր կստեղծեն այնտեղ եւ ներխուժում կիրականացնեն։ Ինչ-որ մի հատ ինցիդենտ կլինի, մի հատ հարձակում կլինի, ինչ-որ մի բան կսարքեն, այսինքն դա նրանց համար դժվար չէ այդ ամեն ինչը անել։ Հետո կներխուժեն, դրա համար հիմք կստեղծեն ներխուժելու համար։ Սրա մեջ է խնդիրը։ Եվ անդրադառնանք վերջին տեղեկությանը այս պահի դրությամբ ժամը 17:40 րոպեի դրությամբ տեղեկություն կա, որ ազգային անվտանգության ծառայության քննչական կոմիտեի շենքում ձերբակալվել է Աշակ Սրբազանը եւ նաեւ նշված էր, որ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները Գյումրու եկեղեցիներում են եւ քիչ առաջ եղել են նաեւ ամենափրկիչ եկեղեցում։ Այս պահին Սուրբ Հակոբում են։ Ինչ է կատարվում, դեռևս մանրամասներ չկա, ամեն դեպքում ուժի կիրառմանը գնաց իշխանությունը։ Նոր լսեցինք տեղեկություն իհարկե եւ չգիտենք ինչ մեղադրանքով է Աշակ Սրբազանը ձերբակալված։ Սա խայտառակության գագաթնակետն է, երբ որ իշխանությունները, պետությունը, պետական ապարատը, պետական մեքենան, պետական լծակները օգտագործելով իրականացնում են հակասահմանադրական քայլեր։ Կոպտորեն, ուղղակիորեն ոտնահարում են Հայաստանի Հանրապետության սահմանադրության բազմաթիվ հոդվածներ։ Օրինականության սկզբունքն է ոտնահարվում։ Սահմանադրության 6-րդ հոդվածով սահմանված, որ պետական ու տեղական ինքնակառավարման մարմինները
իրավունք չունեն անելու որևէ բան, որի համար լիազորված չեն սահմանադրությամբ եւ օրենքներով։ Հիմա նրանք լիազորված չեն սահմանադրությամբ եւ օրենքներով միջամտելու ներեկեղեցական հարցերին, եկեղեցու կանոնական հարցերին, բայց նրանք միջամտում են, նրանք պատարակ զեղչելու հանգամանք են պարտադրում, նրանք կուսակրոնության ինչ-որ հարցեր են քննարկում եւ այդ ամեն ինչի մեջ խառնելով, այդ ամեն ինչի մեջ մտցնելով ազգային անվտանգության ծառայությանը, քննչական կոմիտեին, պետությունը, պետական մարմինները, ժողովրդի անվտանգության երաշխավորը հանդիսացող պետական մարմիններին պարզապես օգտագործում են իշխանություն պահպանելու համար։ Եվ ամենացավալին հենց այն է, որ պետության այդ մարդիկ, պետության ներկայացուցիչները կատարում են հրամանները դրանով իսկ իրենց ապալեգիտիմացնելով ժողովրդի աչքի առաջ։ Այն ինչ տեղի է ունենում, սա կրոնական ազատությունների սկզբունքի սահմանադրական սկզբունքի խախտում է նաև հանդիսանում։ Ես որպես հավատացյալ, ես ունեմ իրավունք ամբողջական չհարանված պատարագի մասնակիցը լինելու։ Այն ինչ որ անում են նրանք, պատարագը զեղչելով, հատվածները զեղչելով եւ ամբողջականությունը խախտելով, դա իմ կրոնական սկզբունքների իմ կրոնական ազատության, այո, կոպտագույն խախտում եւ ոտնահարում։ Պետք է գնար Գյումրի, պատարագի մասնակցեր եւ այս ամենը հիմա Գյումրիում տեղի ունեն։ Հիմա եւ նա ստիպում է եւ այո, ԱԱԾ-ին օգտագործելով ստիպում են, որպեսի մեր քահանաները, պատարագիչ քահանաները զեղչեն, չարտաբերեն ամենայն հայոց կաթողիկոսի արևշատության մասին աղոթքի այդ հատվածը եւ դրանով ոչ միայն Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիների, որոնք հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու հետևորդներ են, անդամներ են, հոտի անդամներ են, իրենց իրավունքներն են խախտում, այլև կարելի ասել ամբողջ հայության, որովհետեւ կաթողիկոսը Հայաստանի Հանրապետության կաթողիկոսը չէ, նա ամբողջ հայերի կաթողիկոսն է, ամենայն հայոց կաթողիկոսն է։ Եվ իդեպ քահանաներն ասել են, որ իրենք չեն զեղչելու անունը եւ դա է եղել պատճառը ըստ մամուլի տեղեկությունների, որ ազգային անվտանգության ծառայեկիցները գնացել են նաեւ այդ եկեղեցիներ, այսինքն միջամտել են նաեւ քահանաների աստորեն։ Դե սա ուրեմն ինչ ասենք, սա բեսպրեդել է։ Սա բեսպրեդել է, պարզապես պետական մակարդակով իրականացվող։ Եվ իրավական, այսպես ասած, գործիքները, մեխանիզմները պարզապես օգտագործվում են։ Ինչ է նշանակում ԱԱԾ-ն հորդորում է։ ԱԱԾ-ն ոնց կարող է հորդորել։ ԱԱԾ-ն ինչ գործ ունի գնա մտնի եկեղեցականի հետ պատարագի թեմա քննարկի։ Ինչ որ ասի այսպես կանես կամ այսպես մի անի։ Մի քաղաքացի մի քիչ զավեշտալի բան եմ էլի հիմա ասելու, լրատվամիջոցներից մեկի տարածման մի քաղաքացի այսպես տարակուսանք էր հայտնել, որ քիչ է մնացել գնա գողական աշխարհի ներքին գործերին էլ միջամտի, ասի այս մի բանը այսպես կարգավորեք։ Վաղը մյուս օրը գալու է մեր ընտանիքներում մտնի մեր ամանորյա գնումներն էլ ինքը կարգավորի, հա։ Թե ինքը պետք է ասի ում հետ ամուսնանամ, ում հետ չամուսնանամ, կամ քանի երեխա ունենամ, կամ չգիտեմ, սա պարզապես ավտոկրատիզմից, ավտորիտարիզմից բռնապետության անցնելու, տոտալիտարիզմի անցնելու այդ անցման ցայտուն ցցում վկայություն է։ Ասում էին, որ Աշակ Սրբազանն է խանգարում նրան վեհապարին հեռացնելու հարցում, քանի որ Միքայել Սրբազանը եւ Բագրատ Սրբազանը արդեն իսկ կալանավորված են, Մկրտիչ Սրբազանը, այո։ Նա հիմա արդեն Աշակ Սրբազանն է եթե ձերբակալել, այսինքն մոտ է նաեւ վեհապարին հեռացնելու process-ը։ Ինքը կարող է բոլոր եպիսկոպոսներին, արքեպիսկոպոսներին, վարդապետերին, աբեղաներին, քահանաներին, ովքեր որ չեն ենթարկում իրեն, սարկավագներին, դպիրներին, թող բոլորին ձերբակալի, բոլորին կալանավորի, բոլորին ազատազրկի, դրանով ինքը չի կարողանալու հաղթել հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցուն։ Կալանավորումներով, բռնություն կիրառելով քրիստոնեությունը չի կոտրվում։ Իրանից ավելի հզորներն են փորձել կոտրել քրիստոնյաներին։ Իրանից ավելի հզորներն են հալածել քրիստոնյաներին։ Դիոկլետիանոս կայսրերը թող հիշենք, այդքան հալածում էր, կոտրվեց քրիստոնեությունը, կոտրվեցին քրիստոնյաները, ոչ, ինչքան քրիստոնյաներին հալածում են,
այնքան քրիստոնյաներն ավելի ուժեղանում են։ Ինքը այսօր հալածում է քրիստոնյաներին, բայց քրիստոնեությունը դրանից չի կոտրվելու։ Ինքը ուզում է, որ քրիստոնեություն չլինի։ Ինքը ուզում է, որ բոլորը իր նման ոչ բարոյական բարերով խոսեն, ոչ իհարկե քրիստոնեության դեմ է։ Դուք պատկերացնում եք, սիրելի Հերմինե, վեհապարը հեռանա, կամ ինձ ենթարկվի, ինձ ենթարկվող վեհապար պետք չէ, այլ չեմ ուզում լինի կաթողիկոս, որը ենթարկվի այլ ծառայություններին, օտար երկրում։ Ինքը բարոյականությունից է խոսում։ Ինքը բարոյական հարցերի մեջ է մտնում, եկեղեցու կանոնական հարցերի մեջ է մտնում, լինելով մարդ, որը անում է ծայրահեղ անպարկեշտ անբարոյական արտահայտություններ։ Ես պարզապես ձեզ հարգելով որպես կին նաև եւ մեր հեռուստադիտողներին հարգելով չեմ ուզում այդ օրինակը հիշեցնել, թե նա ինչի էր հրավիրում իր մոտ ամենայն հայոց կաթողիկոսին, ինչ էր, թող մարդիկ մի հատ հիշեն։ Այդպիսի ապաբարոյական, այդպիսի ոչ հոգևոր խառնված, կերտված ունեցող մարդը այսօր բարոյականության հետ կապված օրակարգ է ուզում ձևավորել։ Մարդիկ հասկանում են, որ այս ամեն ինչը կեղծ է, մարդիկ հասկանում են, որ այս ամեն ինչը տեղի ունենում Թուրքիայի եւ Ադրբեջանի ուղիղ թելադրանքով։ Նրանց Թուրքիայի եւ Ադրբեջանի ազգային անվտանգության ռազմավարություններում կա մտահոգություն հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու ազդեցության մասին եւ մի անգամ չէ որ Էրդողանը եւ Ալիևը արտահայտվել են հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու ազդեցությունը թուլացնելու վերաբերյալ են արտահայտվել եւ եկեք հիշենք այս ամեն ինչը եկեղեցու դեմ արշավը երբ սկսվեց մայիսի 29-ին ինքը սկսեց չուլանացման մասին իր հայտնի խոսույթով այն բանից հետո երբ որ հայոց կաթողիկոսը մայիսի 26-ից 28-ը Շվեյցարիայում եկեղեցիների համաշխարհային խորհրդում բարձրացրեց Արցախում քրիստոնեական մշակութային հուշարձանների, եկեղեցիների պղծման, քանդման, ավերման դեպքերի մասին եւ արցախցիների վերադարձի թեման երբ որ բարձրացրեց, դրանից հետո Կովկասի մուսուլմանների վարչության ղեկավար կոչվող Փաշազադեն հայաստանյաց առաքելական եկեղեցին անվանեց ռևանշիստական եկեղեցի եւ դրանից հետո սկսեց իր այս արշավը եկեղեցու դեմ եւ եւս մեկ անգամ եկեք հասկանանք որ այն ինչ որ նա այսօր անում է սա հայության շահերից չբխող այսպիսի պահանջ չկար մեր հասարակությունը այսպիսի պահանջ չէր դրել նրա առջև մեր հասարակությունը նրանից ուրիշ բաներ է պահանջում նրան ունի հարցեր այն բանի կապակցությամբ թե ես ոնց եղավ որ 12000 կիլոմետր քառակուսի տարածք այսօր թշնամու ձեռքում է ես ոնց եղավ որ 385 եկեղեցի այսօր թշնամու վերահսկողության տակ է ոնց եղավ որ 5000 մարդ այսօր չի ապրում ոնց եղավ որ 500,000 կենսաթոշակառու այսօր ստանում է չնչին թոշակ նրա միջին թոշակը ընդամենը 9000 դրամով է ավելացել իր իշխանության գալու օրվանից ի վեր ոնց եղավ երբ որ 22%-ով են բարձրացել այդ թոշակները բայց սպառողական ապրանքների գները բարձրացել են 26%-ով միջինը ոնց եղավ որ այսօր 650,000 մարդ աղքատության շեմը չի հաղթահարել այսպիսի բազմատիվ ոնց եղավ որ քաղաքական բանտարկյալներով է լցված բանտերը բայց դու եկել ես կուսակրոնության հարց ես բանանում բարձրացնում հասկանալի է որ այս օրակարգը փուչ է սին է եւ ժողովուրդը այս ամեն ինչը տեսնում է եւ զորակցությունս հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու մեր բոլոր սպասավորներին բոլոր քաջ մարդկանց եւ եկեղեցին չի կոտրվելու ինչքան էլ կալանավոր են ինչքան էլ բռնության ենթարկեն եկեղեցին կոտրել հնարավոր չի լինելու որովհետեւ մենք ենք եկեղեցին միայն սպասավորները չեն այլ նաեւ մենք ենք եկեղեցին Շնորհակալ եմ ես էլ եմ շնորհակալ Զրուցում էի Հայակվե ազգային քաղաքացիական կամավորման անդամ Մենուա Սողոմոնյանի հետ շարունակեք մեզ հետևել կհանդիպենք